Նախ հեռվից կանք, երբ մարդը կանգնում է հայրենազրկված ժողովրդի կողքին և իր հնարավորությունների սահմաններում օգնում է հազարավոր մարդկանց, ոչ թե ցուցադրաբար, այլ լուր ու գործով, ապա ակնհայտ է, որ այդ ժողովրդի հիշողության մեջ մարդը ոչ թե ներկայանում է մեղադրյալի կերպարով, այլ ժողովրդի կողքին կանգնած մարդ։ Եվ ես չեմ կարծում, որ Թևանյանը դասում է այն մարդկանշարքին, ով ունակ է մեր հայրենիքի նկատմամբ կատարել սարսափելի հանցագործություն։ Այդ դեպքում ի՞նչն է պատճառը, հա? Տեսեք, այստեղ մի հարց է առաջանում, որ դեպքը ենթադրյալ դեպքը, որը որ տեղի է ունեցել ըստ մեր տեղեկությունների 2024 թվականին, հարց է առաջանում, արդյոք ինչու պետական իշխանությունը կատարել սարսափելի հանցագործություն։ Այդ դեպքում ի՞նչն է պատճառը, հա? Տեսեք, այստեղ մի հարց է առաջանում, որ դեպքը ենթադրյալ դեպքը, որը որ տեղի է ունեցել ըստ մեր վարույթի նախաձեռնությունից ոչ միայն ավարտվում է սոսկ մեղադրյալի կերպարով ներկայացնելու Թևանյանի, այլ նաև ստեղծում է վախի մթնոլորտ, ինչը բավարար հիմք է արդեն իսկ տվյալ ընտրությունները չեղարկելու համար, որովհետև այս գործընթացները ուղղակիորեն ազդում են մարդկանց ազատ կամքի արտահայտման։ Այս է ամբողջ պատկերը այս իրադարձությունում մեր պատկերացնում։ Պարոն Մարտիրոսյան, դուք ասացիք, որ արցախցիների կողքին եք կանգնած եւ միշտ Անդրանիկ Թևանյանը ինչ նկատի ունեք, առավելևս որ հիմա իրեն փաստորեն դավաճանության մեջ են եղել։ Բազմաթիվ հարցեր են եղել, իրավական հարցեր են եղել, որոնք կարիք են ունեցել թե խորհրդատվական առումով եւ թե իրավաբանական աջակցություն ցույց տալու առումով։ Եվ եթե հիշում եք, մենք նաև հուշագիր ենք ստորագրել առկոնսուլ գրասենյակը Թևանյանի հետ եւ իրականացրել ենք օգնություն տարբեր բնույթի իրավական խնդիրների շուրջ։ Արցախցիներին։ Այո, եւ ձեզ հավաստիացնում եմ, որ այդ օգնությունը հազարավորներից ավելին է։ Եվ ոչ միայն դա Երևան քաղաքում, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում։ Դուք ինչպես եք պատկերացնում նման մարդը, ով հոգացություն ունի իր ժողովրդի նկատմամբ, կարող է դիմել նման քայլի։ Իհարկե ոչ։